Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Սիմոնյանը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար եւ 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Սիմոնյանի քննադատությանը, թե Քոչարյանի նախագահության տարիներին բանակը շատ վատ իրավիճակում է եղել, նշելով, եթե պետք է բանակի մարտունակությունը Ալեն Սիմոնյանը գնահատի, էտուր ենք հասել։ Ինչ է նա հասկանում բանակից, կասկածում եմ նույնիսկ նորմալ ծառայել է։ Ավելի ուշ Սիմոնյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի վիրավորանքների համար։ Կարգալույց հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը, Տեր Արամ քահանան եւ Արամայիս Թախմազյանը, Տեր Թադե քահանան հայցադիմումներ են ներկայացրել հայ-առաքելական եկեղեցու դեմ։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեվոր հովվի պաշտոնում։ Նախկին քահանաներն առաջիններից էին, որ միացել էին Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու բարենորոգմանը, ինչից հետո կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույց են հռչակվել։ ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նշում է, որևէ գործով չի անցնում ԿՊ-ն իր մասնակցությամբ որևէ քննարկման ժամանակ իրեն չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի, գործարքի կամ նման երևույթի մեջ։ Սարգսյանն ասում է, մամուլից է տեղեկացել, որ վարչության որոշ անդամներ իր բացակայությամբ իրեն մեղադրել են ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ, հավելելով, որ իր թիկունքում դավեր չեն նյութվում։ Միաժամանակ ԿՊԱ-ականն ասել է, թե չի ցանկանում, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի միջև հեռակա բանավեճի տպավորություն ստեղծվի։ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայկ Սարգսյանին ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական գործընթացներ։ Դատախազությունը սակայն հայտնել է, որ որևէ քրեական գործով պատգամավորը մեղադրալի կարգավիճակ չունի։ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին առնվազն 6% աճ կգրանցի, վստահեցնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Բացի այդ, Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թվականին աճել է, հասնելով 7.9%-ի։ Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանից Հայաստան բենզին եւ դիզել վառելիք է ներմուծում, բայց մինչեւ այժմ որևէ հայկական ապրանք հարևան երկիր չի արտահանվել, Գևորգ Պապոյանն ասել է, դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ըստ պաշտոնյայի դա ավելի շատ մասնավոր հատվածի տիրույթում է, պետությունն ընդամենը պայմաններ է ստեղծում քաղաքական պայմանավորվածություններով։ Մոսկվայում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ, հարձակվողը կրակել է նրա մեջքին ու փախել, Ալեքսեևը հոսպիտալացվել է, հարձակվողին որոնում են։ Վլադիմիր Ալեքսեևը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության պետի առաջին տեղակալն է, նա վերահսկում էր նոր կազմավորված Ռեդութ խումբը, որը նախատեսված էր Եվգենի Պրիգոժինի Վագներին փոխարինելու համար։ Օմանի մայրաքաղաքում մեկնարկել են Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, Միացյալ Նահանգներին նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Կողմերը բանակցելու են մասնավորապես Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն օրակարգի շուրջ վեճը, մասնավորապես Թեհրանի հրթիռային ծրագրի հարցով տարաձայնությունները ենթադրում են, որ առաջընթաց դժվար կլինի ձեռք բերել։ Լեհաստանը եւ Ուկրաինան զենքի ու զինամթերքի համատեղ արտադրության մտադրության մասին հռչակագիր են ստորագրել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասնել է, որ երկու երկրները մտադիր են համատեղ արտադրել անօդաչու թռչող սարքեր եւ այլ զենքեր։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է Կիևին փոխանցել իր MiG-29 կործանիչները անօդաչուների տեխնոլոգիայի դիմաց։